Հարցաթերթ լրացնողները այս տարվա ուսանողի տան դիմորդներն են։ Արդեն 6-րդ տարին է, ինչ ծրագիրը մարզերի ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ ապրել հարմարավետ պայմաններում առանց բնակարան վարձելու հոգսի, այլև մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, ձեռք բերել նոր ընկերներ, շրջել Հայաստանի տարբեր մարզերով, ներգրավել տարբեր նախաձեռնություններում եւ մասնագիտական գիտելիքներից բացի ձևավորել կյանքի ու աշխատանքի համար կարեւոր հմտություններ։ Նախագիծը նախատեսված է մարզերի այն երեխաների համար, ովքեր գիտելիքներ ստանալով Երևանում պատրաստական են լինում կիսվել իրենց համայնքներում, իրենց ընկերների, դասընկերների եւ իրենցից ավելի կրտսեր սերնդի հետ, եւ նաեւ շատ երեխաներ ունենք, ովքեր տարբեր փոքրիկ նախաձեռնություններ են ստեղծել, անգամ երիտասարդական կենտրոններ են ստեղծել իրենց համայնքներում, ու հենց ուսանողի տունը այդ միտքն է հետապնդում, որ մարզում ապրող երեխաներին տա հնարավորություններ ավելի լավ ճանաչել մասնագիտությունները, ավելի լավ ճանաչել իրենց երկիրը եւ ինչու՞ չէ նաեւ իրենց կյանքը հետագայում պլանավորել իրենց իսկ համայնքում կամ հարակից համայնքներում։ Տաթևը համալսարանական կյանքի առաջին 2 տարին ուսանողի տանն է անցկացրել։ Նրա խոսքով հենց այստեղ է հասկացել համայնքային զարգացման կարևորությունը, իսկ այսօր արդեն վերադարձել է հայրենի գյուղ եւ կուտակած փորձով համախմբում է երիտասարդներին, նրանց ներգրավելով համայնքային կյանքի ակտիվացման եւ տեղական խնդիրների լուծման գործընթացում։ Ուսանողի տան շնորհիվ կարողացա համայնքում երիտասարդներին ցույց տալ, որ յուրաքանչյուր հնարավորություն ստեղծում ենք մենք, ու այն փաստը, որ համայնքներում հիմա շատ բաներ բացակայում են, դա հենց մեր թերացման արդյունքն է, եւ մենք կարող ենք լինել հենց այն առաջին մարդը, ով որ կստեղծի այդ հնարավորությունը մեզնից հետո եկող սերունդների համար։ Այս գաղափարը ուսանողի տնից, այսպես ասած, քամելով վերադարձա համայնք համալսարանը ավարտելուց հետո եւ հիմա աշխատում եւ ապրում եմ համայնքում ու շարունակում եմ ծրագրեր իրականացնել։ Իսկ Վանուին շատ է կարևորում նաեւ, որ ընդամենը 1 տարում կարողացել է ընկերանալ Հայաստանի ամենահեռավոր գյուղերից եւ Սփյուռքի հայկական համայնքներից ժամանած իր հասակակիցների հետ։ Եվ ուսանողի տունը հնարավորություն է ընձեռնում անձնապես զարգանալու եւ զարգացնելու քո համայնքը։ Ճանաչում եմ, ես կատակով ասում եմ, որ չկա այնպիսի մարզ այնքան ջավախքից, որ ես ընկեր չունենամ, եւ դա ուսանողի տան եւ հզոր մտքի միջոցով է։ Այսինքն մենք այստեղ կապեր ենք ձեռք բերում եւ ամենամեծ ձեռքբերումը իմ համար կարծում եմ հենց այդ կապերն են եւ նորովի ճանաչելու եւ իմ գյուղը եւ իմ համայնքը եւ ամբողջ Հայաստանը։ Նախաձեռնության թիմից ասում են, կրթական ծրագիրն ու համայնքային զարգացումը միտումնավոր են համատեղել։ Համալսարանական դասերից բացի նրանք մասնակցում են սեմինարների, բիզնես այցերի եւ խորհրդատվությունների, հանդիպում տարբեր ոլորտների մասնագետների ու հաջողության հասած մարդկանց հետ։ Այդ ամենը նպաստում է նաեւ առաջնորդության, հաղորդակցման եւ թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, որպիսի ուսումն ավարտելուց հետո տուն վերադառնալ իրենց համայնքների զարգացման գործում ավելի պատրաստ ու նախաձեռնող։ Ուսանողները մեզ մոտ վերցնելով կիրառում են իրենց համայնքում ծրագրեր իրականացնելուն ուղղված եւ շաբաթվա կտրվածքով ամեն շաբաթ կիրակի, այսպես ասած, մեր ուսանողները ուղևորվում են իրենց համայնքներ, իրենց գյուղեր ու սկսում են այնտեղ ծրագրեր իրականացնել։ Ամեն մեկը ինչ էստեղ սովորել է, գնում պատմում է այնտեղ համայնքի երեխաներին, ծրագրեր է իրականացնում, միջոցառումներ, հանդիպումներ, այստեղից հյուրեր է հրավիրում գյուղ ու այնտեղ սեմինարներ իրականացնում։ Այսպես իրանց օրը հագեցած է լինում դա պլանավորելու, մասնակցելու ուղղված։ Արդեն շուրջ 180 ուսանող է դարձել այս նախաձեռնության մասնակից, իսկ այս տարվա ընդունելությունը շարունակվում է մինչև օգոստոսի 20-ը։ Ընտրության գործընթացը բաղկացած է 3 փուլից՝ առցանց հայտի լրացում, գրավոր փուլ եւ ծրագրային թիմի հետ բանավոր հարցազրույց։ Ոչ մի մասնագիտական գիտելիքներ ընդհանրապես անհրաժեշտ չի ուսանողի տուն ընդունվելու համար, այլ ուղղակի երեխան ինչ մտքեր ունի, ինչով է զբաղվում եւ հետագայում իր կյանքը ոնց է պատկերացնում։ Իդեպ այստեղ կրթության եւ կեցության հնարավորություն ունեն միայն առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողները։ Ուսանողի տուն ծրագիրն իրականացվում է մի շարք գաղափարակից գործընկերների աջակցությամբ։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։